Եթե պետությունն ունենար դրամապանակ, ապա ամեն 100 դրամից 44-ը կուղղվեր սոցիալական նպատակներին։ 2026 թվականի պետական բյուջեի նախագիծն արդեն պատրաստ է։ Ըստ այդմ սոցիալական ոլորտին կհատկացվի բյուջեի 44.4%-ը, այդ թվում թոշակներ, նպաստներ, առողջապահություն, կրթություն։ Սոցիալական ծախսերից հետո ըստ ծավալի բյուջեի մնացած մասը կբաժանվի այսպես. ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ 23.4%, պաշտպանություն եւ հասարակական կարգ 20.4%, տնտեսության խթանում 7.9%, այլ ծախսեր 3.9%։ 2026-ի պետական բյուջեն արդեն կառավարության հավանությանն է արժանացել։ Պետությունն առաջիկա տարի նախատեսում է ծախսել 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ։ Ակնկալվող եկամուտը 3 տրիլիոն 91 միլիարդ է։ Սա նշանակում է, որ կունենանք 537 միլիարդ դրամի պակասուրդ։ 2026 թվականի պետական բյուջեի ծախսերը 25 թվականի համեմատ աճել են 186.9 միլիարդ դրամով եւ կարելի ասել դրանք գերազանցապես ուղղվել են մարդկային կապիտալի զարգացմանը, սոցիալական ոլորտի ծախսերին։ Դրական փոփոխություն կա դեֆիցիտ ՀՆԱ հարաբերակցության առումով, շեշտում են նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետը։ 25 թվականի պետական բյուջեով դեֆիցիտը ՀՆԱ-ում կազմում էր 5.5% եւ արդեն 26 թվականի պետական բյուջեով նախատեսվում է ՀՆԱ-ում 4.5% դեֆիցիտ։ Եվ առաջիկա արդեն 3 տարիների համար պետական բյուջեի դեֆիցիտը ունի մշտական նվազող հետագիծ եւ 27 թվականի համար սպասում ենք 3.5% պետական բյուջեի դեֆիցիտ, այնուհետև 2.8% ՀՆԱ-ի նկատմամբ։ Բյուջեն Հայաստանի ամենաքաղաքական փաստաթուղթն է, քանի որ սա կառավարության ուղերձն է, գնահատականը տնտեսագետինն է։ Նախորդ տարիներին ընդունված էր որոշակի ածականներ տալ բյուջեին, չգիտեմ, սոցիալական բյուջե, պաշտպանական բյուջե եւ այլն եւ այլն։ Ես կդժվարանամ կոնկրետ մի ածականով բնութագրել այս բյուջեն, բայց ես կարող եմ ասել, եթե ասենք ասենք, լավատեսական բյուջե նախորդ տարիների համեմատ։ Կներդրվի առողջապահության ապահովագրությունը, կշարունակվի աջակցությունը բռնի տեղահանվածներին, կավելացվի կենսաթոշակառուների եւ նպաստառուների անկանխիկ առևտրից հետվճարի ծրագրի բյուջեն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի խոսքով ծրագրերը շատ են։ Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բյուջեի ծախսային հատվածը կրկնակի անգամ եւ ավել մեծացել է, որը խոսում է մեր տնտեսության զարգացման, առաջընթացի եւ կենսունակության մասին։ Կապիտալ ծախսերը կկազմեն 714 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 5.9%-ի չափ, որոնք կուղղվեն տրանսպորտային ոլորտին, ջրային տնտեսությանը, դպրոցների եւ մանկապարտեզների շինարարությանը, նշում է Ռուզաննա Գաբրիելյանը։ Ապա անդրադառնում հարցին, թե ինչպես են քաղաքացիները իրենց վրա զգալու բյուջեի ազդեցությունը։ Ներդրվելու առողջապահության համապարփակ ապահովագրությունը, սա վերաբերելու է բոլորիս։ Կրթական համակարգերում շինարարության տեմպերը դպրոցների մանկապարտեզների շարունակվելու են։ Կշարունակվի նաև սոցիալական ապահովության ծրագրերը, ճանապարհաշինության ծրագրեր, անվտանգության ոլորտին ուղղող ծրագրեր, սրանք բոլորը վերաբերում են հանրապետության բոլոր բնակիչներին ըստ էության եւ դժվար է գտնել մի քաղաքացի, որը այս կամ այն կերպ չի օգտվում պետական բյուջեով նախատեսվող ծրագրերի արդյունքներից։ Բյուջեի ամենաքննարկված հարցերից մեկը պաշտպանական ոլորտի ծախսերի նվազումն է 2025-ի համեմատ, չնայած որ այն շարունակում է բարձր մնալ դրան նախորդող տարիների ցուցանիշից։ Հայկ Ասֆանյանը ուսումնասիրել է տվյալները 2020 թվականից սկսած։ Ակնհայտ է, որ 2025 թվականին նախորդ տարիների պլանավորվածի համեմատ կտրուկ աճ է եղել, որը թերևս այդ պահին անհրաժեշտ է եղել որոշակի պաշտպանական ծախսեր իրականացնելու համար, եւ սպասելի էր, որ հաջորդ տարիներին այդ աճի տեմպը, այդ կտրուկ աճի տեմպը դժվար կլինի պահպանել եւ դերևս դրանով պայմանավորված 2026 թվականի պաշտպանական բյուջեի նվազումը։ Սա ըստ էության ֆինանսական մենք հեռանկարից ենք, հարցին նայում, մենք չենք նայում պաշտպանական կամ քաղաքական առումներով։ Ես ուսումնասիրեցի հատուկ պաշտպանության նախարարության բյուջեն, այնտեղ ծրագիր կար, որը կապիտալ կարիքների համար նախատեսված ծրագիր է։ Այդ ծրագիրը նախորդ տարի եղել է 116 միլիարդի գնման կապիտալ կարիքների համար, հավանաբար գնման ծրագրի տակ է եղել, վստահ եմ, որ այս տարի այդ գնման կարիքը չի տեսել պաշտպանության նախարարությունը եւ այդ ծրագրի տակ որևէ բան չի ներառել։ Իսկ ինչ տնտեսական միջավայրում է իրականացվելու այս բյուջեն։ Կանխատեսվում է 5.4% ՀՆԱ-ի աճ, 3.1% գնաճ։ Արշալույս Հարությունյանը ներկայացնում է, թե ինչ տրամաբանությամբ են կանխատեսումներն իրականացնում։ Նախ հասկանալով ընդհանուր տնտեսության ներկա վիճակը, այնուհետև կիրառելով գործիքակազմեր եւ որոշակի ենթադրություններ, փորձում ենք
հասկանալ առաջիկա տարիներին տնտեսությունը ինչպիսի հետագծով է զարգանալու եւ տվյալ հետագիծը մեզ ինչքան հարկային եկամուտներ է թույլ տալու, որպեսզի հավաքագրվեն տնտեսությունից, որից հետո ունենալով հարկային եկամուտների կանխատեսումները, մեր առաջ ունենում ենք, թե ինչպիսի դեֆիցիտ պետք է առաջիկա տարիների համար պետական բյուջեում ունենանք, որը բխում է մեր պետական պարտքի կայունության եւ կառավարման թիրախներից։ Կառավարության պարտքը 2026 թվականին կհասնի շուրջ 6 տրիլիոն 384 միլիարդ դրամի կամ ՀՆԱ-ի 53.5%-ին։ Պետական պարտքի կայունությունը մեր առաջնային թիրախներից է եւ պետական բյուջեն, ինչպես նաեւ միջնաժամկետ ծախսային ծրագիրը կազմելիս առաջինը, որ նայում ենք, դա սկսվում է պետական պարտքի ընդունելի, կառավարելի եւ կայուն հետագիծ պլանավորելուց։ Այս տեսանկյունից այն պետական պարտքը, որը որ պետական բյուջեում պլանավորվել է, դա մեր համար ընդունելի է, կառավարելի է եւ հենց ելնելով նաեւ պետական պարտքի կայունությունից մենք ընդունել ենք պետական բյուջեի դեֆիցիտի մշտական նվազման հետագիծը։ Լավատեսական բնորոշումը հենց մակրոտնտեսական սպասումների մասին է, նշում է Հայկ Ասֆանյանը, ապա առանձնացնում այն գործոնները, որոնք կարող են դրական ազդել տնտեսության վրա։ Խոսքը հատկապես գնում է ամուսարի, ոսկու, հանքի շահագործման մասին եւ նաեւ սոտքի անխափան շահագործման մասին։ Սրանից զատ ես կցանկանայի երրորդ ֆակտորը շեշտել, դա AI factory կոչվածի գործարկումն է եւ նաեւ ընդլայնումը, որը կարծում եմ առաջիկա տարիներին եւս Հայաստանի տնտեսության համար կայուն աճ կարող է ապահովել։ 2026-ի բյուջեի նախագիծն արդեն ազգային ժողովում է։ Ուսումնասիրության փուլում է մեզ մոտ, եթե ուսումնասիրությունների արդյունքում լինեն առաջարկներ падգամավորների կողմից, դեռ ժամանակ ունենք եւ հնարավորություն ունենք առաջարկություններ եւ փոփոխություններ անելու։ Ուշագրավ է, որ կառավարությունը 2021-2026 թվականների իր ծրագրում նպատակադրել է հասնել միջինում առնվազն 7% տնտեսական աճի։ Ներկայիս սցենարով, եթե 2026-ին էլ կանխատեսված չափով աճ գրանցվի, ապա միջին աճը 5 տարվա կտրվածքով 7.2% կկազմի։ Նիկոլայ Ավետիսյան, Սեյրան Անտոնյան եւ Մուշեղ Մանվելյան, Գիրակ Նորյալ լուրեր։